Բարև ձեզ։ Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան, եւ քանի որ Սուրբ Զատիկ է, Քրիստոս հարյապի մեռելոց։ Օրինալ է հարությունը Քրիստոսի։ Պարոն Ավետիսյան, Սուրբ Զատիկը մեր քրիստոնյա ազգի համար շատ կարևոր է եւ մեծ հույսեր է այն իր մեջ ներառում այս տոնը եւ կուզեմ միջանադառնալը քաղաքական հարցերին արդյոք մեզ քրիստոնյա ազգ որպես մենք միասնաբար միաբան ենք Գիտեք, մի քիչ միանշանակ չի եւ կարծում եմ, որ մենք պետք է միաբան լինենք եւ պետք է համերաշխությունը եւ քրիստոնեական կարևորագույն արժեքները մեր քրիստոնյա ազգի համար կարևոր լինեն։ Հետևաբար ցանկալի է պետք է ձգտել դրան, գիտեք, իդեալական ոչինչ չի լինում, բայց պետք է ձգտել դրան։ Եթե ձգտումը կա, ուրեմն ամեն ինչ կստացվի, եթե դա չկա, արդեն կարելի է համարել, որ դա մեր համար այդ առումով վերջն է։ Բարի, իսկ այժմ անցնենք շաբաթվա հարցերին, քանի որ ազգային ժողովում հերթական նիստներ ու քննարկումները մենք բոլորս ականատես եղանք, նաև լրատվամիջոցները լայն մեկնաբանում նաև ներկայացրեցին վարչապետի առհասարակ էմոցիոնալ վարքագիծը, որը քննարկման առիթ հանդիսացավ։ Ըստ ձեզ սա ինչ է եւ ինչ ուղերձ կարող է այն ուղղել արտաքին ազդակ որպես։ Դե գիտեք, դա նոր չի, դա վաղուց է։ Վարչապետը կամ վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը ինքը իր տեսակի մեջ էմոցիոնալ գործիչ է եւ էմոցիաները անընդհատ տեղին անտեղին ցույց է տալիս եւ բնականաբար լավ չի պատկերացնում, որ ինքը ամեն դեպքում զբաղեցնում է Հայաստանի ղեկավարի պաշտոնը, բարձր պաշտոնը եւ ամբողջ աշխարհն է դա տեսնում, այդ թվում նաեւ մեր թշնամիները, որոնք կարող են շատ լրջագույնս օգտագործել մեր դեմ, որովհետեւ այդ էմոցիաները շատ բան են խոսում, շատ բան են ասում, հետեւաբար կարծում եմ, որ դա սազական չի մեր երկրի ղեկավարին, բայց դե հիմա ունենք այն ինչ ունենք, մենք բոլորս գիտենք դա ինչ է նշանակում եւ այս 7 տարի է մեր ազգը տառապում է այդ process-ի մեջ, հետեւաբար հարցերին պետք է լուծումներ տալ եւ որքան շուտ այնքան լավ։ Լավ, այդ էմոցիոնալ ֆոնի մեջ նաև քննարկվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին անկախության հռչակագիրը առհասարակ իր համար ինչ էր։ Ես կուզեմ մի փոքր անդրադարձ ունենանք սրան, երբ նա նշում է, որ անկախության հռչակագիրը ըստ իրեն պետք է որ հանվեր հղում չարվի սահմանադրության մեջ։ Ինչ կարծիք ունեք դուք, առհասարակ հռչակագիրը մեզ ինչ է տվել։ Դե ձեզ ասեմ, որ դա իր կարծիքը չի, ըստ իրա չի, ըստ Ալիևի է դա, որովհետև Ալիևն է պարտադրում, որպեսզի հռչակագիրը հանվի, իսկ դա ինքնին արդեն վատ բան է։ Երկար տարիներ քաղաքական դաշտում լինելով, ազգային ժողովում լինելով խմբակցության ղեկավար, падգամավոր, քաղաքական կուսակցության ղեկավար, երբեք ես չեմ լսել, որ ինքը նման միտք արտահայտի, որ եթե իրենով լիներ, դա պետք է հանվեր եւ այլ, այսինքն մշտապես ինքը ընդհակառակ խոսել է դրա կարևորության մասին, իսկ որ դա շատ կարևոր փաստաթուղթ է, դա ակնհայտ է, դա Հայաստանի ծննդականն է եւ չի կարա մարդը չունենա ծննդական եւ հետեւաբար դա ուղղակի կատարում է Ալիևի հերթական պահանջը եւ ինչպես տեսնում եք բոլոր պահանջները հերթով կատարվում են ցավալին գիտեք որն է որ այն պահանջները ըստ իրենց որ իբր երկու պահանջ կա եւ դա կատարում ենք ու վերջ դա այդպես չի որովհետեւ եւս մի շարք պայմաններ կան որի մասին առայժմ չի բարձրաձայնվում բայց հենց որ փոքեն համաձայնությունը որ սահմանադրության մեջ դա փոփոխությունը պետք է անել հետո պետք է ուրեմն
ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարվել եւ այլ այդ երկու վերջի պահանջները որ կա, դրանից հետո գալու են այլ պահանջներ։ Մի քանի անգամ այդ դիկտատոր Ալիևի խորհրդականը այդ մասին խոսել է, որ Հայաստանը պետքա ինչ-որ չափի զենք ունենա, ինչ-որ չափի զորք ունենա, բոլոր այն զենքերը, որ գնել է Ֆրանսիայից կամ Հնդկաստանից պետքա հետ վերադարձնի եւ այլը եւ կերել է։ Արևմտյան Հայաստանը շատ զարգացնում են, մենք նախորդ շաբաթ ակտիվացել են նաև իրենց լրատվամիջոցներում։ Հետևաբար այդ շարքը անընդհատ մեծանալու է եւ մենք դրա մասին խոսել ենք, որ ըստ էության դա սա կապիտուլյացիայի պայմանագիր է, ոչ թե ինչ-որ խաղաղության համաձայնագիր կամ ինչ-որ մի բան։ Եվ ոչ ոք չի ցանկանում, որպեսզի Հայաստանի հետ ինչ-որ հարաբերություններ պահի։ Նայեք, ադրբեջանցիք շատ պարզ ասում են, իրենց դիկտատորի գլխավորությամբ շատ պարզ ասում են իրենց պահանջները որոնք են։ Եվ այս կողմից ինչ-որ մի հատ անհեթեթ միտք են ասում են չկա մի կետ, որը երկկողմանի չլինի։ Օրինակ սահմանադրության մեջից հռչակագիրի հանելը հվում է հռչակագրին, դա երկկողմանի է, արդյոք Ադրբեջանը իր սահմանադրության մեջից հանում է հվում է հռչակագրին, իրենց դեմոկրատական Ադրբեջանի հվում է այդ հռչակագրին, հանում է, թե չի հանում։ Բնական է, որ չի հանում, չէ՞, պարզ է դա։ Եվ սենց մի շարք կետեր կան, որոնք միայն վնաս են մեզ։ Նայեք, եթե մի բան դա ասում է Ալիևը դիկտատորը, ուրեմն դա մեզ վնաս է, հաստատ վնաս է, որովհետև իրանք խոսում են մեզ ոչնչացնելու մասին։ Մենք անընդհատ համաձայնվում ենք, այսինքն ստացվում է, որ մեր իշխանությունը համաձայնվում է Հայաստանը ոչնչացնելու, որը որ անընդունելի է եւ շատ արագ այդ հարցերին պետքա լուծումներ տալ ու այս վիճակից դուրս գալ։ Դա արդեն ուրիշ խոսակցության թեմա է, բայց կոնկրետ ինչ վերաբերվում է սահմանադրությանը, սա խայտառակություն է, մենք այդ մասին ասել ենք, որ սահմանադրությունը գրած իրանց մոտ դրած է։ Երբ պետք նոր սահմանադրության մասին է այսպես կոչված։ Իրանք նոր սահմանադրության մասին է խոսում, որովհետև նայեք, տրամաբանական կլներ, որ սահմանադրության մեջ բարեփոխումներ արվեր։ Օրինակ, ասենք, պարլամենտական համակարգը, որը ըստ էության պառակտող համակարգ է, փոխվեր նախագահական համակարգի կամ կիսանախագահական համակարգի։ Այդ հետո քննարկելու հարց է։ Բայց պարլամենտական համակարգը, որը հիմա գոյություն ունի, այս վիճակով, այս ձևով, որ էլի լիարժեք պարլամենտական չի, սա մի, չգիտեմ ինչ, մի խայտառակություն է, որ պառակտում է ազգին, ուղղակի պառակտում է։ Այս եթե սա փոխվեր, կառավարման համակարգը փոխվեր, բան, ինչ որտեղ կհասկանայինք, որ այո, պետքա դա անել, բայց տեսեք ինքը հայտարարում է, որ կառավարման համակարգը չի փոխվելու։ Այսինքն այս պառակտումը, այս պառակտիչ սահմանադրության կարևորագույն կետը մնալու է։ Հետևաբար ի՞նչն է փոխում բա։ Այնտեղ ուրիշ փոխելու բան չկա։ Այսինքն պարզերում է, որ խնդիրը մեկն է։ Պետքա հրաժարվել հռչակագրից, որը դիկտատորի պահանջն է։ Այսքան բան, ցեղասպան դիկտատորի, որը գենոցիդ է իրականացրել իր երկրում Արցախի հանրապետության դեմ, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն, գենոցիդ իրականացրած մարդն է։ Իդեպ Արցախյան հարցի վերաբերյալ էլ խոսեց եւ ներկայացրեց, որ Արցախյան հարցը եղել է Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը վտանգելու հիմքում, այսինքն Արցախյան հարցը անընդհատ օրակարգում է եղել դրա համար։ Այս խոսույթը, երբ Արցախյան հարցը վերածվում է Հայաստանի լինելիության հետ, դուք համարում եք սա ինչ խոսույթ է առհասարակ։ Դե գիտեք, դա ես չեմ կարող, ցնդաբանություն է դա ուղղակի, ինչ է նշանակում Արցախը մեր հայրենիքի մի մասն է։ Արցախը ցեղասպանության արդյունքում է հայտնվել այդ վիճակում։ Մեծ 1915 թվականի իրականացրած ցեղասպանության արդյունքում է ինքը այդ վիճակում հայտնվել, ինչպես մեր բոլոր մնացած տարածքները։ Հետևաբար չխոսել այդ դրա մասին, նշանակում է չխոսել պատմության մասին, իհարկե ինքը հենց դա էլ ասում է, որ պետք չի պատմության մասին խոսել, ու պետք է ապրել որպես սովորական մի հատ կենդանի, ինչ որ ուտել եւ հաճույք ստանալ։ Ինքը դրա մասին է խոսում, բայց ազգը չի կարա տենց ապրի։ Մենք մարդու մասին չենք խոսում, մենք խոսում ենք ազգային արժեքների մասին։
Այսինքն ինքը ուզում է ասի ինչ տարբերություն հայ ես, թուրք ես, վրացի ես կամ այլ ազգ ես, կապ չունի։ Դա գիտեք ինչ գլոբալիստական աշխարհի մոտեցումներից է, բայց շեղված, խեղված։ Ու ինքը ընդամենը դա է ասում։ Իրեւ հայրենիք պետություն տարանջատման մասին էլ Ինքը դրա մասին է։ առհասարակ սա տարանջատելով դուք տարանջատված տեսնում եք սա հայրենիք պետություն գաղափարախոսությունը։ Նայեք, եւ հայրենիքն է կարեւոր, եւ պետությունն է կարեւոր, եւ ազգային գաղափարներն են կարեւոր։ Սրանք շատ կարեւոր բոլորը իրար հետ կապված են։ Չի դար առանց մեկը մյուսի լինի։ Ունեցել հայրենիք ենք ունեցել։ Դե Դուք հայրենիքի գաղափարով եք գնացել։ Գիտեք, եկեք մի քիչ բանը իր թեմայից ասենք, որովհետեւ ինքը այն կարգի աբսուրդ բաներ է ասում, որ եթե իր նախորդ ասածները դնես իր հիմիկվա ասածների հետ, լրիվ հակառակ գաղափարախոսություն է դարձնում եւ այդ գաղափարախոսությունը կրթերը նորաձև շրջանակներում նաեւ խոսվում է։ Այդ գաղափարախոսությունը մեռավ։ Այդ գաղափարախոսությունը մեռավ եւ երբ որ դեմոկրատները պարտվեցին Միացյալ Նահանգներում, այդ շարժիչ ուժը այդ գաղափարների իհարկե նորից եմ ասում, եթե իրականում վերցնեք այն ինչ որ նրանք էին ասում, այն ինչ որ սա է ասում, լրիվ տարբեր բաներ են, բայց ամեն դեպքում սա ավելի մոտ է նրանց։ Դեմոկրատների հետ այդ մոտեցումները մեռան, այդ իրենց բաց հասարակություն ասվածը, երբ որ խոսում էին բաց հասարակության մասին, ոչ մի սահման, ոչ մի տեղ, ոչ մի բարոյական սահման չկա, նշանակում է ոչ մի տեղ սահման չկա։ Հետևաբար եւ բարոյական արժեքներու եւ մնացած հարցերում եւ գետնի վրա, հողի վրա սահման չկա։ Այդ քրեական պետություն ենք հիմա ունենալու եւ խաղաղության համաձայնագիրը հենց դրան է ուղղորդված։ Եվ դուք ասում եք նա հակակշիռ իմիջիայլոց ներկայացնում է այդպես, որ մենք պետություն ենք։ Ինքը շատ բան կարող ասի եւ իր ասելով չի որ պետքա որոշվի, այս պետությունը կներեք իր բոստանը չի, որ ինքը ոնց ուզենա այնց շարժվի, ոչ էլ հայ ժողովուրդն ու հայ ազգն է։ Ազգը իր խնդիրները կարողանա ձևակերպի ու լուծում տա դրան։ Հիմա եկել է մեկը, որը այս process-ի մեջ չի կարողանում հասկանալ ինչա կատարվում։ Այդպես չի լինում, ինչ ասես կարող է ինքը խոսի, բայց դա չի նշանակում, որ ազգը այդպես է մտածում։ Ըստ միասնականություն կլինի ընդդիմության իշխանության մեջ ի վերջո այս ճգնաժամային փուլում կարողանան մեկ սեղանի շուրջ նստել եւ զրուցել։ Ես կարծում եմ, որ կլինի եւ պետքա լինի։ Դա ամեն ինչ պետք է անել, որ հասնել նրան, որ հասարակությունը եւ իշխանությունը եւ ազգը պետական համակարգը ծառայեն մի նպատակի։ Ծառայեն նրան, որ մեր ազգային արժեքները, մեր պետականությունը ամրապնդվի։ Այն, որ իրանք հիմա խոսում են, այն որ ասում են, որ հրաժարվենք Արցախից, հրաժարվենք ցեղասպանությունից, զիջենք սահմանները ադրբեջանցիներին, որ թողեն մենք հանգիստ ապրենք, դա աբսուրդ է, այդպիսի բան չի կարող լինել։ Կարող է ուրիշ լրիվ հակառակը լինել։ Եվ զիջելով Երևանն էլ կզիջենք ու կվերջանանք։ Եթե իրանք դա են ուզում, այդ իրանց մոտ կստացվի, եթե այդ ճանապարհով գնան։ Բայց փաստը նա է, որ ազգը պետքա ինքնակազմակերպվի եւ գտնի այն ճանապարհները, որով պետք է ինքը լուծումներ տա դրան։ Բարի պարոն Ավետիսյան, դիտենք ռեպորտաժ ունենք այս հարցի շուրջ եւ վերադառնանք։ Հանուն հայրենիքի ընդդիմությունը եւ իշխանությունը միասնաբար կնստեն մեկ սեղանի շուրջ։ Դա իրանք ցած տենց մեկ սեղանի շուրջ են նստած։ Всё это одна компания, էլի, ինձ չի որ ինչ որ բան, просто իրանք տասով կեկնա, էլի։ Մեզով հարցնում։ Չէ, Ինչու եք այդպես։ չեմ կարծում։ Ընդհանուր եզրեր չեմ տեսնում իրար չեմ տեսնում, չեմ կարծում։ Երբեք։ Ինչու եք այդպես մտածում։ Որտեղ մենք ընդդիմություն չունենք, առաջինը, սա միասին։ Չեմ կարծում, որովհետև իրար են ուտում։ Ոչ, Ինչու եք այդպես մտածում։ որտեղ հակասություններ շատ են իշխանության։ Հանուն հայրենիքի, նրանք հայրենիքը ուրացած մարդիկ են, ինչ նստեն մի սեղանի շուրջ, թե նրանք, ուրիշ բան չունեմ ասելու։ Պետքա նստեն, բայց չեն նստում։ Չեն պետքա նստեն, բայց չեն նստում։ Ազգի մասին պետք է մտածեն։ Իսկ Նիկոլը ուրիշ մարդ է։ Խաբեց մեզ։ Որտեվ սաղոր իրար ուտում են, չենք մի ընտանիքի նման նստում, խոսում ինչ որ պետք է։
Իսկ ունենք մենք ընդդիմություն։ Ես կարծում եմ, որ իրական ընդդիմություն, եթե խորհրդարանը նկատի ունեք, չկա։ Իրանք միասին են գործում, պայմանավորված, ինձ թվում է մոլորեցնում են ժողովրդին, մենք չունենք ընդդիմություն խորհրդարանում։ Ազիժան, հենց հարցեր է տալի։ Դրանք չեն նստելու, դրանք հələ կռիվ են անելու իրար հետ։ Ոչ։ Ընդդիմություն չկա, հենց սրիկաների հավաքածուը։ Չեմ կարծում։ Այսօրվա իշխանությունները այդքան մտածելակերպ ունեն, որ կարողանան նստեն մի սեղանի շուրջ։ Չեմ կարծում, հնարավոր չի։ Եթե ուրիշ բան, որ ընդդիմությունը համախմբվի եւ կարողանան ինչ-որ մի բան անեն, թե չկործանվում է երկիրը։ Սենց չի կարող լինի։ Ամեն մեկ իր կողմն է ընդդիմություններ քաշում, սխալ են անում։ Չգիտեմ, իշխանության կռիվ են անում իրանք, թե ինչ, թե ամեն մեկ ինչ-որ մի կենտրոնից ղեկավարվում է, դրանից ժողովուրդն ու պետությունն է տուժում։ Ինչ է կարծում, հանուն հայրենիքի ընդդիմությունը եւ իշխանությունը միասնաբար մեկ սեղանի շուրջ կնստեն։ Պարոն Ավետիսյան, մեր քաղաքացիները առհասարակ սպասելիքներ ու ակնկալիքներ չունեն այս պարագայում մեկ սեղանի շուրջ արդյոք ընդդիմություն եւ իշխանություն հանուն հայրենիքի կմեկտեղվեն եւ առհասարակ սա ինչ մտորելու տեղի կարող է տալ, որ ընդդիմությունը թերանում է իր աշխատանքի մեջ, թե առհասարակ իշխանական թևի կողմից չկա այդ երկխոսությունը։ Մեկ սա նշանակում է, որ հասարակությունը պարակված է ինչ-որ չափով եւ հասարակությունը չի վստահում կամ չի կարողանում պատկերացնել ոնց կարող են, ասենք, իշխանական եւ ընդդիմադիր ուժերը միասնական ինչ-որ մի գաղափարի տակ մտնեն եւ ծառայեն հայրենիքին, ծառայեն ազգին։ Դժվար է պատկերացնել քաղաքացիներին, կարելի է քաղաքացիներին հասկանալ, որովհետեւ իրանք պարտավոր չեն մասնագիտական տեսանկյունից այդ ամեն ինչը ուղղակի այն ինչ որ իրանք տեսնում են, իրանք հասկանում են, որ այս մարդիկ իշխանությունները ամեն ինչ անում են, որ ազգը պառակտվի։ Եվ այդ պառակտությունը սա օրինակ չէր, միասին լինելու։ Նայեք, տեսեք, Գյումրի շատ լավ օրինակ էր, տեսեք ինչ է կատարվել Գյումրիում։ Կատարվել է ընտրություն։ Մարդիկ գնացել են ընտրության մասնակցել են։ Օրենքի սահմաններում քաղաքական ուժերը առաջարկել են իրենց ցուցակները, քաղաքականացված ցուցակները, բնականաբար, որովհետև այդ սահմանադրությունը հենց դրանք այդ պետք էր փոխել, որ տեղական ինքնակառավարումը չդարձնել քաղաքական կուսակցությունների պայքարի տեղ։ Այսինքն դա նաև պառակտում է, չէ՞։ Հետևաբար այնտեղ քաղաքական հարց չի քննարկվելու, ավականին քաղաքական մարմին չի։ Ինքը այլ հարցեր դիլուծեր։ Բայց սահմանադրությունը այնպեսին է, որ քաղաքականացնում է, հետևաբար ստանում են քաղաքական արդյունք։ Քաղաքական ուժերը գնացել են, մասնակցել են, օրենքի սահմաններում ընտրվել են, քանի որ որևէ կուսակցություն օրենքով նախատեսված կարգով, օրենքի ուժով չի ստացել 50+1-ը, այսինքն ինքը չի կարող նշանակի իր քաղաքապետին, համայնքապետին, բնականաբար ձևավորվում է կոալիցիա։ Ոչ միտեղ կերած չի, որ այդ կոալիցիան պետք է ձևավորվի համեմատաբար ավելի շատ հավաքած ուժի հետ։ Ո՞վ է ասում։ Կոալիցիա ձևավորին, կոալիցիա ինքը նշանակում է ճգնաժամային իրավիճակում ստեղծված կառավարություն։ Այսինքն եթե խնդրեմ կա, ճգնաժամ կա, այդ ժամանակ հավաքվում են այդ ուժերը, որոշում են։ Հիմա ձեր հետ չեն հավաքվել, մնացած մասով են հավաքվել։ Այդտեղ ինչ կա, որ դարձրել եք պատմություն, ազգային ժողովում, տեսեք, падգամավորներ կան, որ օրինակ ինձ թվում է, որ մի քիչ խելացի են այդ, բայց քաղաքական առումով բարձվում է շատ հեռու է, որոնք արտահայտում են ասում, ոնց կարելի է պատկերացնել Եվրոպայում նման բան, որ այդպես ձևավորվի կառավարություն։ Ինչ եք ասում ժողովուրդ։ Հենց Եվրոպայում է ձևավորվում այդպես։ Տարբեր տեղեր է այդպես ձևավորվում, որովհետև հասարակությունը եկել է քվեարկել է ընդդիմադիր ուժերին ավելի շատ։ Այսինքն այն պատկերացումը, որ ընդդիմադիր ուժերը շատ են ավելի, հասարակությունը ստիպեց, որ այդ ուժերը միավորվեն իրար հետ ընդդեմ իշխանական ուժի։ Այդտեղ անբնական ոչ մի բան չկա, պետք է շատ հանգիստ ընդունել դա, բայց այս մարդիկ չեն կարող հանգիստ ընդունել եւ վարչապետի այդ ցայտնոտային տրամադրությունը նաեւ կապված է դրա հետ։
ուղղակի չի ասում, որտեվ հասկանում է, որ եթե տես բան խոսի, այդ լրիվ անլուրջ բան ալնում։ Հետևաբար ինչ է նշանակում, դուք եք գնացել այդ ճանապարհով մեծամասնություն ձևավորելու հնարավորություն եք տվել, մարդիկ էլ ձևավորել են, ի՞նչն են անօրինական արել, բոյկոտել այդ նիստը չգնալ, իբր դրա տրամաբանությունը ո՞րն է, ինչի եք բոյկոտում։ Այսինքն ինչ հարց եք դուք ուզում լուծեք դրանով։ Ուզում եք ասեք, որ մենք չեք գնացեք մասնակցեք, մի քվեարկեք, դեմ քվեարկեք, բայց չենք գնում նիստին, իբր ինչ եք ուզում դրանով ասեք։ Ուզում եք պառակտեք ուղակի, ուզում եք հասարակությանը պառակտեք, այդ եք ուզում անեք, որը անթույլատրելի է, դուք պետք է հասկանաք, որ դուք պառակտիչ չեք, որովհետև ցանկացած պառակտում նպաստում է մեր ցավոք սրտի հարևանների գործնեությանը, դիկտատոր Ալիևի եւ դիկտատոր Էրդողանի։ Դեպ փոփոխությունների մասին խոսվեցինք սահմանադրությունում, ըստ ձեզ ցեղասպանության հարցը ինչու դարձավ արտիական եւ այժմ քննարկման առիթ է նորից հանդիսանում։ Նայեք, ցեղասպանությունը շատ կարևոր հարց է։ Ինքը ոչ միայն բարոյական հարց է, ոչ միայն համամարտկային հարց է, եւ ցավոք սրտի մենք ենք առաջի ցեղասպանությունը տեսած ազգը։ Մեր նկատմամբ ա եղել առաջի ցեղասպանությունը եւ ամենամեծ, ամենաահավոր ցեղասպանությունը մեր նկատմամբ ա եղել։ Մենք դրա արդյունքում կորցրել ենք ամեն ինչ։ Եվ սերունդները այդ պահելով, իրար փոխանցելով, բերեցին, հասցրեցին մի ինչ-որ տեղ, ինչ-որ մի պահի կարգավիճակի բերեցին եւ այդ ցեղասպանությունը ինքը նաեւ դարձել էր ոնց որ ցավոք սրտի, բայց դարձել էր ազգին միավորող գաղափար։ Եվ ապրիլի 24-ը աշխարհի բոլոր հայերի համար նույնն էր, ինքը ապրիլի 24-ն էր, որտեղ բոլոր կուսակցությունները, որոնք իրար նկատմամբ ունեին ինչ-որ տարաձայնություններ, այդ օրը միասնական գնում էին զոհերի հիշատակին հարգում էին։ Եվ ինքը դարձել էր մի տեսակ միավորող բան։ Ինչ էին անում հայերը տարբեր երկրներում, որտեղ որ կան եկեղեցին կար, դպրոցը կար, անպայման մի հուշարձան էին դնում ցեղասպանության հետ, այսինքն ազգին միավորող գաղափար էր դարձել ինքը։ Հիմա մեր հակառակորդները շատ լավ հասկացել են, որ էս էլ պետք է հանել մեջից։ Ոնց որ մնացած բոլոր միավորող գաղափարների մասին են խոսում եւ հանում են մեր մեջից, էս էլ են ուզում հանել, որտեղ ինքը միավորող է։ Մենք անընդհատ խոսում ենք, երևի են եզակի քաղաքական ուժերից մեկն են, որ անընդհատ խոսում ենք, որ ցեղասպանությունը պետք է բերել արտաքին քաղաքական օրակարգ։ Ես ուզում եմ հարցնել այս խելոքներին, ինչի են դա հանել։ Ինչի են ասում, որ սա երկրորդական է։ Սրա արդյունքում ինչ խնդիր են իրանք ուզում լուծեն։ Ուզում են, որ ինչ ելնի, իրանք պատասխանը գիտեք որն է։ Շատ պրիմիտիվ մի հատ պատասխան ունեն։ Ասում են, որ մենք չենք ուզում ցեղասպանության մասին խոսենք, որպեսզի Էրդողան ձյաձյան չջղայնանա եւ թողի, որ մենք զարգանանք։ Նույնը Ալիևի մասին։ Հələ Էրդողանը տարիներ առաջ 100 քանի տարի անցել է արդեն նրա հետևանքն է։ Բա Ալիևը երեք չէ միսորա ցեղասպանություն արի, գենոցիդ արած դիկտատոր է։ Հասկանում եք, իրանք այս իշխանությունը, մեր իշխանությունը նկատի ունեմ, այս քպեական իշխանությունը, սրանք ուզում են, որ Ալիևը չջղայնանա, որ պատերազմ չլինի, որի արդյունքում, ըստ իրաց տրամաբանությամբ եմ ասում, որի արդյունքում իրանք տնտեսությունը զարգացնեն, բանակը հզորացնեն, որ հետո մենք կլինենք ապահով երկիր։ Սա կատարյալ հիմարություն է, որովհետև ոչ ոք չի թողելու դու զարգանաս։ Ալիևի այն կետերը, որի մասին խոսում ենք, որ հələ ներկայացված չի, այնտեղ շատ պարզ ասում է, նույնիսկ այն զենքերը, որ դու հիմա գնել ես, դրանք պետք է հետ տաս։ Հասկանում եք, այսինքն բանակի չափն էլ են ասում ինչքան պետք է լինի, տնտեսությունդ էլ պետք է ինչ չափի լինի, չեն թողելու որ դու զարգանաս։ Ով կթողի դու զարգանաս, մի հատ դառնաս հետո կարևոր երկիր, հա։ Մի հատ հասարակ գործարան չթողեցին սահմանի մոտ սարքեն, պատկերացնում եք, ադրբեջանցիք չթողեցին, որ Հայաստանը ինչ-որ մի գործարան սարքի, կրակեցին, այդ գործարանը հանեցին, տարան ուրիշ տեղ։ Այսինքն իրանք չեն թողելու, որ մենք զարգանանք։ Հետևաբար անհետացում իրենց իրական Հայաստանը ինչ է։ Իրանք գիտակցում են, բայց իրանք գիտեք ինչ են, իրանք փոքրամասնության իշխանություն են հիմա։ Իրանք փոքրամասնություն են
մենք իրանց հետ ունենք գաղափարական հակասություններ։ Մենք ուզում ենք, որ երկիրը լինի մեծամասնության, իշխանություն եւ այդ իշխանությունը սպասարկի մեծամասնության շահը, որը տրամաբանական է, որը ճիշտ է։ Իրանք փոքրամասնություն են։ Այդ փոքրամասնությունը իրանք հավաքվել են կապիտալի շուրջ։ Իրանք գլխավոր խնդիրը ֆինանսն է, գումարն է։ Այսինքն ամեն ինչի մեջ իրանք տեսնում են այդ փողը, կապիտալը, որը համարում են, որ հարցերը լուծողն է ինքը։ Այդ հարցում արդեն գլխից մենք պարտված ենք, որովհետև ինչքան էլ որ մենք ունենանք կապիտալ, մենք չենք կարա գերազանցենք այն երկրներին, որոնք մեզ թշնամի, որովհետև նրանք ավելի շատ ունեն այդ կապիտալից։ Տեսեք, միշտ դուք այս մասին եք խոսում կապիտալի, իրենք ասում են մենք այն իշխանությունն ենք, որը դժվար որոշումներ կայացրեց եւ չվախեցավ։ Ես ուզում եմ հասկանալ այդ որոշումները մեզ ինչ տվեց։ Ունենալ այն Հայաստան իրական պետություն, ինչ տվեց մեզ։ Մեզ տվեց երկրորդ ցեղասպանությունը Արցախում, մեզ տվեց երկրորդ հայկական հանրապետության կորուստը, հայկական պետության կորուստ եղավ։ Եվ մեր տարածքների մի մասը կորցրեցինք եւ խայտարակ եղանք աշխարհով մեկ։ Էս է իրանց տվածը, իրանք այլ բան չեն տվել։ Ինչ հեքիաթ ուզում է հիմա պատմեն, միևնույնն է, իրանք փաստ հողի վրա մենք կորցրել ենք այդ ամեն ինչը։ Հասկանում եք, հիմա խնդիրը նա է, որ պետքա այս վիճակից դուրս գալ։ Անընդհատ նկարագրել այս վիճակը, մենք ինչ վիճակում ենք գտնվում, պետքա այս վիճակից դուրս գալ։ Գիտեք դուք, որ մենք խոսում ենք եւ քննարկում ենք եւ ունենք այդ ծրագիրը, գաղափարական ծրագիրը, եւ այդ գաղափարական մոտեցումը խնդիրների լուծման, որի ձևակերպումը տվել է Գերմանը Լալայան, եւ ամսի 27-ին մեր համագումարը երբ որ տեղի կունենա, մենք այդ գաղափարախոսությունը կդնենք հողի վրա ու կսկսենք իրականացնել։ Ինքը շատ կարևոր բան է։ Եթե մենք սա կարողացանք անել, մենք կօգտվենք այն բոլոր հնարավորություններից, այն նվազագույն, բայց կան այդ հնարավորությունները, որ մեզ հնարավորություն կտա եւ Արցախը վերադարձնել, նույնիսկ ավելին ասեմ, եւ ստիպել թուրքերին, որպեսզի հատուցեն ցեղասպանության հետ կապված հարցերում, ճանաչվի ցեղասպանությունը աշխարհի կողմից, որտեղ ինքը համամարտկային է, համամարտկային դժբախտություն է եւ ընդհանրապես պետք է բացառել գենոցիդ որևէ տեղ։ Եթե ժամանակին դատապարտված լինեին ու կոնկրետ լուծված լիներ այդ խնդիրները եւ մեծ խնդիրների առաջ կանգնած լինեին այդ մարդիկ, ովքեր դա արել էին, այսօր արաբները չէին ցեղասպանվի Պաղեստինում։ Այսօր այլ տեղերում Աֆրիկայում տարբեր ազգեր չէին ցեղասպանվի, բայց այդ առաջամարտիկը մենք ենք, մենք այդ կարևոր գաղափարը պետքա պահենք մեր ձեռքում։ Եվ սրանք ուզում են այդ փոկեն մեզանից։ Պատահական չի, որ իրանք կոնկրետ խնդիրներ են դնում։ Եվ Ալիևը եւ Էրդողանը իրանք խնդիր են դրել, որ մենք հրաժարվենք ցեղասպանության ճանաչումից։ Բայց դա նույնիսկ եմ ասում, դա համամարտկային խնդիր է, եւ մենք հակառակը պետք է նպաստենք, որ դա կայանա։ Ուզում եմ ասել հետեւյալը, որ ոչ մի դեպքում չի կարելի մտածել, որ ցեղասպանության գործընթացը զարգացնելով թուրքերը կջղայնանան մեզ երրորդ ցեղասպանությունը կանեն։ Այդպես չի, ուղիղ հակառակն է։ Մենք պետքա խոսենք, որ իրանք հանգիստ մնան, որովհետև երբ մենք խոսացել ենք այդ մասին, երբ դարձրել ենք արտաքին քաղաքական գործոն, թուրքերը հանգիստ իրանց տեղը նստած են եղել, իսկ ադրբեջանցիների մասին էլ չեմ խոսում, իրանք ընդհանրապես։ Բա հիմա մենք այդ սաղ թողեցինք, իրանք եկան առաջ։ Բա մեր լծակները որը պետք է լինի։ Այս պարլամենտում, ասենք, ճվճվալը բանը, այդ լծակ չի։ Մենք կոնկրետ լծակներ պետք է ունենանք, որ կարողանանք օգտագործենք։ Իսկ մենք այս մարդիկ, այսօրվա իշխանությունը մեր բոլոր լծակները հերթով վերացնում են։ Լավ, ուսանք առաջիկայում նաև ներկայացնեք այդ հավաքի հետ կապված միջոցառման ինչպիսի եզրահանգում եղավ եւ մի փոքր ավելի կպատմեք այդ միասնականության լինելու գաղափարը։ Մենք համագումարի ընթացքում կներկայացնենք մեր մոտեցումները այդ հարցերի եւ ճանապարհային քարտեզը ոնց ենք հասնելու այդ նպատակներին։
Բարի, իսկ մենք հետևենք իրադարձությունների զարգացմանը, մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան եւ մի կորցրեք ձեր մեջի ավետիցը։